Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, YouTube-յան մեր ալիքի հետևորդներ, այսօր մեր համար բացառիկ օր է, օրը բացվել է խաղաղությամբ, հրթիռներ այսօր հրթիռների հուշք ու ձայները մեզ չարթնացրեցին եւ ռմբապաստարաններ չվազեցին այլևս հետևում մնաց այն մղձավանջը, որ 12 օր մեր համար իրոք շատ ծանր օրեր էին Եվ այսօր ունենք բացառիկ հյուր, մեր հետ է լրագրող, վերլուծաբան, կարելի է նաև ասել իրանագետ, մեր շատ սիրելի Ռուբիկ Մոնասյանը, բարև ձեզ պարոն Մոնասյան եւ շատ շնորհակալ եմ, որ համաձայնեցիք մեր հետ միանալ, ընդհանուր զրուցել այս պատերազմի հետևանքների մասին, ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն, շատ հաճելի է ձեր ալիքին հյուր լինել։ Տեսեք ինչ հետաքրքիր է, փաստորեն մենք հայերով քննարկում ենք Իսրայելա-իրանական պատերազմը եւ ասենք երկուստեք փորձում ենք մաքսիմում առավելագույնս լինել անաչառ եւ հասկանալ թե իրականում ինչ տեղի ունեցավ։ Այսօր ես Իսրայելյան մի շարք լրատվամիջոցներ կարդացի եւ լրատվամիջոցների հոդվածներ կարդացի, որպեսզի հասկանայի թե իրականում ինչ թվերի մասին է խոսքը, պաշտոնական ինչ թվեր ու վերլուծություններ կան եւ հետաքրքիրն այն էր, որ օրինակ ասվում է, որ 10,000 մարդ այս հրթիռահարումների ընթացքում դարձել է ցավոք սրտի անօթևան եւ բացի անօթևան լինելուց նաեւ մոտ 22,000 մարդու տուն ընդհանուր առմամբ վնասվել է եւ երկրին պատճառվել է բավական լուրջ նյութական վնաս, իսկ մարդկային զոհերի պահով պետք է ասեմ, որ 24 մարդ է մահացել, մեկը մեկ տատիկ ասենք սրտի ասենք նոպայի պատճառով ճանապարհին ռմբապաստարանի վազելու ճանապարհին մահացել է, այսինքն կարելի ասել 25 զոհ, 25 զոհից միայն մեկն էր զինվորական, որը պատահաբար ասենք արձակուրդում էր եղել եւ գտնվել էր իր բնակարանում եւ հրթիռահարության ժամանակ այս տղան սպանվել էր։ Սա է, միակ մեկ զինվորականը, որ մահացել էր, բայց տունը ասենք տնային պայմաններում էր, այլ ոչ թե ռազմական գործողությունների ժամանակ եւ Ընդհանուր առմամբ, ինչպես Իսրայելն է ասում, 1000-ից ավելի ԱԹՍ է Իրան ուղարկել Իսրայելի ուղղությամբ եւ 560 կարծեմ հրթիռ 550 ներողություն հրթիռ եւ այս 550 հրթիռից տարբեր գնահատականներ կան, բայց կարելի ասել, որ 90 հրթիռ ընկել է Իսրայելի տարածքի վրա Հակաօդային պաշտպանությունը ասում է, որ մոտ 88%-անոց արդյունք է գրանցել բալիստիկ այս հրթիռների հետ պատերազմում։ Սա բավականին լավ ցուցանիշ է, երբ որ նայում ես, ասենք 550-ից ավելի ուղարկված բալիստիկ հրթիռներ եւ ընդամենը 29 զոհ, սա մեծ կարելի է հաջողություն համարել թե հակաօդային պաշտպանության եւ նաեւ ասենք ամենակարևոր ոչ այդքան հակաօդային պաշտպանության, որքան բնակչության եւ թիկունքի ծառայությունների, այսինքն երբ որ Իսրայելում ցանկացած շենք ունի ռմբապաստարան եւ ասենք մարդիկ ստանում են հավելվածների միջոցով տեղեկություններ, որ այդ տարածքի վրա հրթիռ է գալիս, մարդիկ անմիջապես մի քանի րոպեվա ընթացքում հասնում են ռմբապաստարան եւ այդպիսով մարդիկ կենթանի են մնում։ Այ խնդրում եմ դուք ներկայացրեք, ունեք որոշակի թվային տվյալներ, թե ինչ վիճակի Իրանում, թե այնտեղ ինտերնետ չկա, ամեն ինչ փակ է եւ ասենք որևէ տեղեկություն չկա զոհերի վիրավորների մասին։ Ունեք նման տվյալներ։ Ինտերնետը այսօրվանից ոնց որ թե կարելի է ասել, որ փորձում է կարգավորվել, որովհետեւ 3-4 օր ընդհանրապես ինտերնետ չկար եւ ոչ մեկի հետ չենք կարողանում կապվեինք դժբախտաբար ինչպես որ գիտեք Իրանը ասենք ժողովրդավար երկիր չի եւ մամուլը այնքան ազատ չի ինչքան Իսրայելում կամ Հայաստանում որպեսի թվեր հրապարակվեն եւ այդ հրապարակված թվերը վստահելի լինեն Առայժմ այդպիսի թվեր իրանական կողմը չի հայտարարել, բայց տարբեր մարդկանց հետ խոսելով, տարբեր հարցազրույցներ դիտելով կարելի է փաստել, որ հարձակումները իսրայելական կողմի մեծամասնությունը եղել են ռազմական օբյեկտների կամ պետական օբյեկտների վրա եւ շատ քիչ է վնասվել
տներ կամ ասենք հասարակական շենք շինություններ վնասվածները մեծ մասը կամ ոստիկանության կամ զորքին կամ հեղափոխության ասենք կորպուսի շենք շինություններն են կամ ասենք ռումբ կամ հրթիռ արտադրող գործարաններ եւ ինչպես գիտեք ամերիկան էլ հարձակման ենթարկեց ատոմային ենթակառուցվածքը Իրանի այնպես որ նախ թվեր չկան թվերը որոնք մինչ հիմա հրապարակվել են դա գեներալների եւ բարձրաստիճան զինվորականների մեծ կորստի մասին է հենց պետական լրատվամիջոցները վկայում որը համեմատելու չի ասենք շենքերի եւ շինությունների հետ որովհետեւ գեներալ չես կարող գործարանում ստանալ ամեն մի գեներալ ստանալու համար տասնամյակներ է պետք եւ միանգամից 20-25 գեներալ կորցնելը դա պետության համար շատ մեծ վնաս է ինչքան որ ես եմ հասկանում իհարկե պարսկական կողմը ընդհանրապես նման պետական եւ հերոստանգերությունը եւ լրատվամիջոցները նման կարծիք չեն հայտնում եւ համաձայն չեն նման կարծիքի հետ որտեղ իրենք ասում են մեր ամբողջ բնակչությունը գեներալ է բայց համենայն դեպս վնասի չափը որ Իրանը կրել է գալիք օրերին արդեն քիչ-քիչ պարզ կլինի բայց ես կարծում եմ որ բավականին մեծ վնաս է կրել իրանական կողմը Եղավ շնորհակալություն, ուրեմն մեր մոտ ասվում է, որ մոտ 50 մարդ է սպանվել, ընդ որում մեծամասամբ եւ գեներալները եւ երկրորդ համարները գիտեք որ արդեն հաստատվել է նրանց սպանությունը բանակի եւ հատկապես Իրանի հեղափոխության պահապանների այդ կորպուսի ղեկավարական կազմը հրամանատարական կազմը եւ սրանք գումարած նաեւ տասնյակ ասենք սպանվել են միջուկային էներգիայի հարցերով զբաղվող գիտնականներ այդ բաժինների ղեկավարները մասնագետները ասել կուզի որ պետություն որը 70-ական թվականների ստեղծումից հետո այտայալթորաների ռեժիմը հայտարարում է որ մահ է ցանկանում Ամերիկայի Միացյալ Նահանգներին ժամացույց ունեն Թեհրանի կենտրոնում ինչպես մենք գիտենք եւ հետ էր սլակները պատտվում որ այսօր գալու է Իսրայելի եւ Ամերիկայի վերջը մասնավորաբար Իսրայելի բայց փաստորեն չկա այսօր պատմության մեջ մեկ պետություն այս ողջ տարիների ընթացքում կարելի է հարյուրամյակներ նույնիսկ ասել որ մեկ օրվա ընթացքում կամ մի քանի օրվա ընթացքում խոցվեցին տասնյակ գեներալներ ու հրամկազմի գրեթե ողջ ուրեմն կազմը սա իրոք փաստ է եւ սա կարելի է ասել իրական հետախուզության շատ փայլուն այսպես ռազմական օպերացիա, որն ըստ որոշ աղբյուրների կազմակերպվել է ավելի քան 1.5 տարի։ Այդ դուք ինչ կարծիքի եք, այժմ կհաստատվի խաղաղություն։ Մենք այսօր արթնացանք, կարծես թե խաղաղ էր եւ որևէ կողմն էլ արդեն հոգնելով այս պատերազմից եւ այս ավիահարվածներից ցանկություն չունի պատերազմ սկսելու։ Դուք ինչ եք մտածում։ Միանշանակ այդպես է 40 երևի 40-ից ավել տարիներ Իրանի ժողովուրդը զրկանքներ կրելով անընդհատ պետությունը ասել է որ մենք ձգտում ենք ստեղծել ատոմային էներգիայի եւ դառնալ ատոմային պետություն տարածաշրջանում մինչդեռ փաստվեց որ այդ 40 տարիների զրկանքները եւ այդ նման խոստումները բոլորը սին խոստումներ են եղել դրանք այնպիսի օբյեկտներ էին որ մի հարձակումից կարելի է լրիվ իրենց շարքի 40 տարվա պետության բոլոր ջանքերը շարքից հանել եւ այո եւ կորպուսը շատ լուրջ հրամանատարական վնաս է կրել եւ բանակը շատ լուրջ վնաս է կրել Իրանի երկար ժամանակ էր որ հայտարարվում էր որ դեռ Իսրայելի առաջին հարձակումից հետո օդային պաշտպանությունը լուրջ վնաս է կրել Իրանի հիմա կարելի է ասել որ ընդհանրապես Իրանը օդային պաշտպանությունից զրկվել է որովհետեւ այս 12-3 օրվա ընթացքում
Իրանի ամբողջ երկինքը իսրայելական օդանավների համար բաց էր եւ անխափան մուտք եւ ելք էին ունենում Իրանի օդային տարածք, ինչը որ նույնիսկ 8-ամյա պատերազմում Իրաքի հետ նման բան տեղի չի ունեցել եւ օրինակ իրաքյան օդանավները նման հեշտությամբ չեն կարողացել Իրանի երկնքից օգտվել։ Սպասենք մի 2-3 օր եւ արդեն երևի իրանական կողմն էլ թվեր կհայտարարի, թեկուզ այդքան ասեցի վստահելի չեն իրանական կողմի թվերը, այսօր արդեն իրենք հաղթանակ են տոնում Իրանում, ես մի քանի լրատվամիջոցում տեսա, որ Թեհրանի կենտրոնում հաղթական շքերթներ են եւ մարդիկ դուրս են եկել տոնելու հաղթանակ, չես հասկանում ինչում են հաղթել, բայց դա ընդհանրապես միապետական համակարգերի եւ ոչ դեմոկրատական համակարգերին բնորոշ երևույթ է եւ այդպես էլ պետք է լիներ, իրենք պետք է իրենցով հայտարարեն, որ հաղթել են, պարզավոր աշխարհում բացի իրենցից նույնիսկ իրենց ժողովուրդը դա չի հավատում, որովհետեւ այսօր ես Twitter-ում նայում էի, մարդիկ այնպիսի թվիթներ էին գրել, որ ինչ ունենք տոնելու, եթե այսքան գեներալ ենք ձեռքից տվել, եթե նման մեծ տեղեկատվական հարված ենք ստացել, ինչ ենք տոնելու, նույնիսկ իրենց ժողովրդին դժվարանում են համոզել, բայց համենայն դեպս ունեն հետևորդներ, որ կարողանան իրենց հետ, ասենք, նման խնջույքներ կազմակերպել եւ նման բաներ տոնել։ Եղավ, շնորհակալություն, սա սովորական երևույթ է, նույնն է մեր մոտ, ասենք, Համաս, Հեզբոլլա, սա, ասենք, կարծես նույն ծերագիրն է, երբ որ ասենք ամբողջությամբ երկիրն ավիրված փլատակների վրա բարձրանում են Համասի, ուրեմն կրոհայինները 1-2, ասենք, կամ մի քանի ժամ հրադադար, զինադադար ստանալուց հետո այսպես աղաղակում օդ են կրակում Իսրայելին հաղթելու համար այն 95%-անոց կանդված Գազայի փլատակների վրա։ Եվ այդ կուզեի հարցնել ձեզ, ընդհանուր Իրանի ժողովուրդը գիտեմ, որ այսօր մի քանի հոգի իսրայելյան լրատվամիջոցներ հաղորդում են, որ սկսվել է շատ ուժեղ լրտեսավորսը, որ մարդկանց սկսում են կախաղան բարձրացնել եւ մարդկանց սկսում են փնտրել, թող օգնել։ Այս հարցը պատահական չտվեցի, որովհետեւ տեսեք, եթե Իրանի ժողովրդի աջակցությունը չլիներ, այդքան մարդ իրենց մեքենաներում չէին պայթի կամ այդքան ԱՏՍ-ներ կոնկրետ հստակ հարվածներ չէին հասցնի, ասենք այդ գեներալներին եւ այլն, այսինքն ժողովուրդը շատ մեծ աջակցություն է ցույց տվել, ասենք հրեական հատուկ ծառայություններին, սա փաստ է, եւ սրանից բացի նաեւ անգլերեն լեզվով գրված շատ պաստառներ տեսանք, ասենք նույնիսկ Թեհրանի պատերի վրա Թուդարաբա եբրայերեն սա նշանակում է շատ շնորհակալություն, այսինքն նույնիսկ Նատանյահու բառն էին գրել մի երկու տեղ տեսանք, այսինքն ժողովուրդը հոգնել է այս ռեժիմից, ձեր կարծիքով այլ այստեղ շատ կարևոր հարց է այսօր բարձրանում, միթե Իսրայելը վերջին օրը հարվածեց բանտերին, որպեսզի քաղ բանտարկյալները դուրս գային բանտերից, փորձեց ազատել, ասենք, հարձակումների միջոցով այս քաղ բանտարկյալներին, ձեր կարծիքով նրանք ինչ-որ մեկը դուրս եկավ բանտերից, կա նման տեղեկություններ եւ եթե այո, այս ռեժիմի հետագա ապագան ինչ եք մտածում, ունի այս ռեժիմը հնարավորություն շարունակելու գործել։ Բանտի ինչքան որ ես գիտեմ այն չափի չի վնասվել, որ կարողանան բանտախցիկներից բանտարկյալները դուրս գան, վնասվել է բանտի, ասենք, շենքը, ադմինիստրատիվ շենքը եւ ոչ թե իսկական այն տեղը, որտեղ որ խցերն են։ Փաստորեն բանտերից ոչ ոք դուրս չի եկել, բայց միանշանակ Իրանի իշխանությունները չունեն այն, ասենք, չեն վայելում այն հարգանքը, որը դեմոկրատական երկրներին ավելի բնորոշ է եւ օրինակ ես որ այս օրերին Twitter-ում հետևում էի այս պատերազմի ընթացքին, շատ հետաքրքիր էր, որ ժողովուրդը Նաթանյահուից խնդրում էին, որ այսինչ մարդուն վերացրեք, օրինակի համար, կամ այսինչ տեղը հարվածեք եւ որոշ վերլուծաբաններ, պարսկախոս վերլուծաբաններ, որ Իրանում չեն գտնվում, ասում էին, որ սա պատմության մեջ առաջին դեպքն է, որ
հարված ստացող ժողովուրդը հարվածողին խնդրում է, որ կամ ուղեկցում է, որ ում ոչնչացնեն կամ ինչ շենքի հարվածեն։ Ցավալի է իհարկե, բայց Իրանի իշխանությունները չեն գիտակցում կամ փորձում են ձևացնել, որ ամեն ինչ նորմալ է, այսպես էլ պիտի լինի, սրբազան պայքար ենք տանում Իսրայելի դեմ, որ չես հասկանում ընդհանրապես դա որտեղից է եկել, ով է իրենց պատվիրակել, որ իրենք պետք է պայքար տանեն Իսրայելի դեմ կամ Ամերիկայի դեմ, անհասկանալի, այսպես կրոնական դոգմատիզմով տարապող իշխանություններ են եւ համենայն դեպս սրանից հետո երևի թե մի քիչ դաս առած կլինեն եւ պարտավոր կլինեն փոփոխվեն, որովհետեւ հասարակությունը արդեն նախկինի նման օրինակի համար Իրանի առաջնորդը շատ էր սիրում ասել, որ եթե մենք Սիրիայում չպատերազմենք, Թեհրանի փողոցներում պետք է պատերազմենք, հիմա փաստվեց, որ եւ Սիրիայում պատերազմեցին եւ Թեհրանի փողոցներում պատերազմեցին, դժվար կլինի սրանից հետո մի քիչ ժողովրդին համոզել կամ խաբել եւ տանել նույն ուղղությամբ, ինչ որ տարել են այս 40 տարում, երևի թե փոփոխություններ կլինի դեռ մի քիչ շուտ է, դեռ Թրամփի նախաձեռնած այս հրադադարը պետք է տեսնենք, որ ինչ պայմաններով է ձեռք բերվել եւ իրանցիները ինչերին են համաձայնվել, որպեսզի այս հրադադարը լինի եւ արդյոք բանակցությունների սեղան վերադառնալու են թե ոչ, պարզ է, որ արդեն բանակցությունները չեն լինելու նախապատերազմյան նախապայմաններով եւ նախապայմանները լիովին փոխվելու են Իրանի համար համենայն դեպս ես կարծում եմ, որ լավ օրեր չեն սպասվում պատերազմից հետո Իրանի համար, տեսնենք ինչպես կընթանա, իրենք էլ իրենց վերլուծաբաններն էլ շատ մեծ փոփոխությունների ակնկալիք ունեն։ Իհարկե սա այն վերլուծաբանների մասին է, որոնք Իրանում չեն գտնվում, Իրանից դուրս են գտնվում։ Իսկ հետաքրքիր է, դուք ինչ եք մտածում, ասենք հնարավոր է ռեժիմի փոփոխություն թե ոչ, այնտեղ շահի որդին էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում ելույթ ունենում եւ միասնության կոչ էր անում, կա շանս, որ ասենք մարտիկ ժողովուրդը նրա շուրջ կհամախմբվի։ Իսրայելն ու ուրեմն Իրանը շատ լավ բարեկամներ էին մինչև իսլամական հեղափոխությունը։ Գիտեք ինչպիսի հարաբերություններ ունեն եւ դուք գուցե հիշում եք այդ տարիները, երբ որ ասենք Իրանում ինչպիսի բարգավաճ վիճակ էր եւ մարդիկ շատ լավ էին ապրում եւ հрьяաներն ու պարսիկները հազարամյակներով իրար հետ ընկերություն են արել, բարեկամ ժողովուրդներ են ամենայն դեպս եւ այդ մաղձը թշնամանք այդ իսլամական ուրեմն հակամարտությունը, որ սերմանվեց այս ժողովրդի մեջ, արդյոք հնարավոր է սա ուղղել։ Տեսեք, իշխանափոխության հույս համենայն դեպս վերջի տարիներին ցույցերը, որոնք Իրանում լինում են, շատ են շատացել եւ դրանց ներգրավվածությունը հասարակության կողմից շատ է մեծացել։ Միշտ Իրանում եղել է իշխանության դեմ ցույցեր եւ ակտեր վերջի տարիներին ուղղակի օրինակի համար 2 օրվա ընթացքում Թեհրանում իշխանությունները 1500 հոգու սպանեցին եւ բազմաթիվ մարդկանց ուղիղ կրակոցով իրենց աշկերը վնասեցին եւ նման արարքները գալիս են փաստելու, որ արդեն իրենք էլ գիտակցում են, որ իրենց ռեժիմի կյանքը երկար չի։ Իհարկե թագավորի տղեն վերջին թագավորի տղան, որ Ամերիկայում է գտնվում, միշտ էլ, այսպես ասած, հետաքրքրություն ներկայացրել է իրանցիների շրջանում, ինքն էլ երբեք չի ասել, որ ես նորից գալու եմ եւ թագավորական կարգեր հաստատեմ Իրանում, ինքը միշտ խոսել է որպես միջնորդական, այսինքն որպես ժամանակավոր կառավարության ղեկավար եւ այլն նման բանում է իրեն տեսնում։ Տեսեք, այս պատերազմը այնքան անակնկալ էր եւ իշխանությունների համար եւ ժողովրդի համար, որ ժողովուրդը ժամանակ չունեցավ կազմակերպվելու եւ
փողոց դուրս գալու։ Ինձ այդպես է թվում։ Մի քիչ ժամանակ որ անցնի եւ տնտեսական իրավիճակը ավելի վատանա Իրանում, ես կարծում եմ, որ արդեն ժողովուրդն էլ դուրս կգա եւ իշխանափոխություն կլինի։ Թե արդյոք իշխանափոխության արդյունքում ինչ ուժեր կգան իշխանության, դժվար է ասել, որովհետեւ Իրանի ներսում էլ կան ուժեր, որոնք հնարավորություն ունեն իշխանափոխությունից հետո, ասենք, ժամանակավոր կառավարություն կազմել եւ իշխանություն ստանձնել, ճիշտ է, այնպես ինչպես որ Սիրիայում տեղի ունեցավ, Իրանի ներսում էլ նման ուժեր կան եւ հույսեր կա, որ այս տարվա, այսինքն 2025-ի ընթացքում արդեն Իսլամական Հանրապետության եւ Իսլամական ռեժիմի ճակատագիրը կորոշվի։ Եվ մի հարց է հայկական համայնքի հետ կապված, հայերի հետ ու կապի մեջ եք այսօրին շատ հայեր, գուցե նաև ձեր բարեկամներ եկան, ասենք, Հայաստան, հանդիպել եք գուցե, այ հայերի շրջանում գիտեմ, որ զոհեր վիրավորներ մեր համայնքը չունի, հիմնականում թիրախավորել է Իսրայելը պետական կառույցները, նույնիսկ այդ ձեր ասած սպանել էին Թեհրանի գլխավոր ոստիկանապետին, որը հատուկ ջարդարար էր եւ նրա հրամանով էր, ասենք, կրակում էին ժողովրդի վրա, եւ ժողովուրդը նաև իմացել են, որ շատ ուրախ էր, որ այս ջարդարարին իսրայելցիները կարողացել էին ուրեմն վերացնել։ Այ հայերի հետ կապված հայերը նորմալ են, ասենք ինչ խնդիրներ կան հայերի շրջանում, ընդունում է Հայաստան, ինչպես է ընդունում Իրանը հայերին։ Տեսեք, Իրանահայերի մասին խոսելով պետք է նախ նկատի ունենանք, որ ժամանակին, եթե Իրանահայ գաղութը եղել է 250-300 հազար հոգի, հիմա նման համայնք գոյություն չունի։ Վերջին տարիներին շատ են նոսրացել համայնքը եւ հիմա ամենալավագույն տվյալներով 20-25 հազար հոգի հայ Իրանում բնակվում են, որևէ վնաս չեն կրել, որևէ վիրավոր կամ զոհ չեն ունեցել համայնքում, համայնքային շենքերը որևէ վնաս չեն կրել, միայն ես գիտեմ, որ Ալի Կորաթերթի շենքին մոտ պայթյուն է տեղի ունեցել եւ Ալի Կորաթերթի շենքի ապակիներն են վնասվել, որպես համայնքային, այդպես ասենք, շենք։ Հայաստանը առաջին 2-3 օրերին արդեն կազմակերպեց ավտոբուսներ, որոնք սահմանից մարդկանց տեղափոխում էին Երևան, շատ մատչելի գներով, եւ Երևանում արդեն ամեն մարդ ինքը կամ հյուրանոցներում կամ իրենց բարեկամների մոտ տեղավորվում էին, հայեր եկել են այս քանի օրվա ընթացքում, հայեր, որոնք Հայաստանի քաղաքացիություն ունեն կամ կեցության կարգավիճակ ունեն, ուղղակի քանի որ մի քիչ վառելիքի խնդիր կար եւ մինչեւ սահման հասնելը այդքան էլ հեշտ չէր, մի քիչ ա եղել, ավելի շատ իրանցիներ են եկել Հայաստան, որոնք Հայաստանի սահմանին շատ մոտ էին գտնվում եւ կարողացել են անմիջապես տեղափոխվել Հայաստան։ Իսկ այստեղ մի հարց, այդ իրանցիների շիա մահմեդականների թվի ավելացումը Հայաստանի համար վտանգավոր չէ։ Չէ, որովհետեւ դրանք այն ծայրահեղ շիիստները, որոնք Իրանում կան, դրանք ընդհանրապես երկրից դուրս գալու, այսինքն իսլամական միջավայրը թողնելու կողմնակից չեն եւ դրանք, այսինքն նույնիսկ Թուրքիա դժվարությամբ են գնում, համարելով որ Թուրքիան իսլամական երկիր չի եւ նրանք ովքեր որ դեպի Հայաստան կամ դեպի այլ երկրներ են գնում ավելի, այսպես կարելի է ասել, որ կրոնական դոգմատիզմի տակ չեղած եւ ավելի բաց հայացքներ ունեցող մարդիկ են, որ գալիս են Հայաստան կամ ընդհանրապես արտասահման։ Այ եւս մեկ հարց կարևոր, Հայաստանում կարծես միանշանակ չընդունեցին այս պատերազմը, մարդկանց մոտ այսենք այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ Իսրայելը հարձակվեց, այո, Իսրայելը հարձակվեց, բայց մինչ Իսրայելի հարձակումը կար հսկայական, ասենք, իրադարձությունների շղթա, որ Իսրայելը որոշեց, ասենք, օձի գլուխը կտրել, ասենք, մարմինը մասնատելու փոխարեն, եւ ասենք, մոռանում են անընդհատ, որ Ռուսաստանը, ասենք, ավելի շատ զենք ու զինամթերք է փոխանցել մահաբեր Ադրբեջանին, քան Իսրայելն է,
հենց այս մերջ համակարգերը ողջ զենքն ու զինամթերքը Ռուսաստանն ու Բելարուսն են փոխանցել, ասենք Հայաստանին, եւ Հայաստանում կարծես միայն Իսրայելի զենքներ իրենց աչքերին երևում, որ Իսրայելը չարության առանցք է, Իսրայելը չար պետություն է եւ ինչու հարձակվեցին Իրանի վրա, չհասկանալով որ հոկտեմբերի 7 տեղ ունեցավ եւ որ մտան 1200 հոգի մորտեցին, գերեվարեցին, հիմա էլ դիակների համար առևտուր են անում, մեկ դիակ, ասենք մարտու մնացորդների համար, քանի ահաբեկիչ են ուզում բանտերից ազատեն, այս պատճառահետևանքային կապը ցավոք սրտի մեր ժողովուրդը մի մասը ժողովրդի չեմ կարող ոչ ժողովրդի համար ասել չեն հասկանում եւ այն վերաբերմունքը ասենք որ թափում էր մեր վրա մենք ուղղակի հայ քրիստոնյաներ ենք ապրելով ասենք Իսրայելում չէ որ մենք Իսրայելում ունենք Սուրբ Հարության տաճար հողեր հազարամյա 2000-ից ավելի տարվա ժառանգություն ունենք այստեղ եւ ասենք չի հասկանում այն ուրախությունը երբ որ հրտիռն ընկնում էր ասենք հայաշատ քաղաքների վրա եւ ասենք շենքեր էին փլուզվում մենք ուղղակի ուրախանում ենք մենք երբևէ չենք խոսել ասենք կոդրված աբագիների մասին այլ մեր համար ամենակարևորը մարդկային կյանքերն էր այդ դուք ինչ կասեք այս առումով Տեսեք դժբախտաբար նախքին վարչակարգի ժամանակ այսինքն նախքան 2018-ի հեղափոխությունը ընդհանրապես Հայաստանում Իրանի մասին խոսում էին մարդիկ, որոնք ճիշտ տեղեկություն չէին տալիս Իրանի եւ հասարակական կառուցվածքի եւ ռեժիմի եւ ընդհանրապես եւ Հայաստանում կա այդ մտածողությունը, որ շատերը մտածում են, որ Իրանը շատ, այսպես ասած, բարեկեցիկ կյանքով ապրող ժողովուրդ են իրանցիները եւ ով էլ որ իրենց ինչ-որ բան է ասում մտածում են որ մյուս կողմն է մեղավոր իրենք օրինակ Իսրայելի պահով այո Հայաստանում ոչ ոք չի ասել օրինակի համար որ իրանական պետությունը եւ իշխանությունները 40 տարի ամենօրյա ռեժիմով ամեն օր ասել են որ Իսրայելը պետք է աշխարհի երեսից ոչնչանա ամերիկան պետք է աշխարհի երեսից եւ անհասկանալի ոչ եւ բացատրություն չի եղել որ ինչի համար դրանք եւ բացի դա Իսրայելի շուրջ Իրանը ստեղծել էր պրոքսի այսպես ասած պետություններ կամ իշխանություններ որոնք ամենօրյա ռեժիմով Իսրայելին հարվածներ էին հասցնում եւ հենց այն ժամանակվանից որ Իսրայելը սկսեց Հիզբոլլահին եւ այլնին Սիրիային շարքից հանել արդեն պարզ էր որ դրա վերջը Իրանն է ելնելու, որովհետև դրանց ամենի ղեկավարը, ֆինանսավորողը, զենք մատակարարողը Իրանն է։ Եվ շատ տրամաբանական էր այս պատերազմը, իմ կարծիքով, եւ շատ սպասելի էր, բայց ուղղակի քանի որ նաև համատեղ բանակցություններ էր գնում Եվրոպայի եւ Ամերիկայի հետ, ոչ ոք չէր պատկերացնում, որ այս բանակցությունների ընթացքում նման հարված կհասցվի Իրանին, բայց ես ամեն օր ամբողջ միշտ հարցազրույցներում ասել եմ, որ սպասեք հարվածի, որովհետև ժամանակն արդեն եկել է։ Իսկ Հայաստանում Իսրայելի հետ կապված այս ինչու հարձակվեց, ինչու հարվածեցին եւ այն, որ հակաիսրայելյան, այսպես կարծես պետական մատկարդակով եւ Հայաստանի Հանրապետությունը այն եզակի պետություններից էր, որ առաջինը քննադատեց, շատ ավելի կաթոլիկ եղավ, քան ավելի շատ արաբական պետություններ ու ասենք նաեւ իսլամական պետություններ քննադատեցին բոլոր մակարդակներով, դատապարտեցին Իսրայելի հարձակումը, հասկանում եմ, որ ասենք դաշնակից պետություններ են իբր, բայց ես ասենք Իրանի երբևէ այս ռեժիմը Հայաստանին դաշնակից չեմ համարել։ Դուք ինչ կասեք։ Երբեք Հայաստանին դաշնակից չի եղել։ Ես միշտ ասում եմ, որ դուք չեք գտնի, ասենք մակում օրինակի համար Հայաստանի դեմ ինչ որ բանաձև, որին Իրանը դրան փորձի չքվարկել կամ փորձի դեմ քվարկել։ Մինչդեռ Հայաստանի կողմը միշտ այն բանաձևերը, որ հակա Իրան ա եղել, կամ փորձել է սրահից դուրս գալ կամ դեմա քվարկել
Ինչևէ, Իրանը երբեք Հայաստանին որպես դաշնակից չի տեսել, չի ընկալել։ Ուղղակի մենք քանի որ սահման ունենք Իրանի հետ եւ այդ սահմանից այսպես ասած առևտուր է կատարվում եւ դրա համար մի քիչ հայկական կողմը փորձում է Իրանին սիրաշահել, փորձում է այդքան բան, այսինքն հարաբերությունները չտանել հանգարց դեպի խզման, որովհետև եւ սահմանակից ենք եւ մեծ սահման ունենք Իրանի հետ, ինչը որ Իսրայելի հետ չկա եւ առևտուրի մեծ հոս կա Իրանի հետ կատարվում եւ ոչ միայն Իրանի հետ, այսինքն Բանդար Աբբասով, Չինաստանից, Հնդկաստանից եւ այլն շատ ապրանքներ են գալիս դեպի Հայաստան։ Եվ Հայաստանի բաց սահմաններից մեկն է, եթե դա փակվի, արդեն միայն կմնանք Վրաստանի հույսով։ Եվ գազ ենք ստանում Իրանից, եւ հոսանքի փոխանակման խնդիր ունենք, բայց համենայն դեպս վերջին տարիներին Հայաստանի իշխանությունները Իսրայելում էլ, եթե չեմ սխալվում, դեսպանատուն փորձեցին բացել եւ դեսպան փորձեցին Ունեն, հիմա մենք դեսպանատուն ունենք 2019 թվականից դեսպանատուն գործող դեսպան, այսինքն 2020 թվականի պատերազմից հետո դեսպանը հետ կանչվեց, այսինքն նոր էր դեսպանատունը բացվել, նշանակումը կար 2019 թվականից 2020-ին դեսպանը եկավ 2 ամիս ու այնուհետև պատերազմը սկսվեց 44-օրյա դեսպանը հեռացավ, հետո դեսպանին փոխեցին, նոր դեսպան նշանակեցին, հարաբերությունները այսպես ասեմ ցանկալի է որ լինեն ավելի սերտ ու ավելի լավ եւ վերջերս ասենք շատ ուրեմն զգացվում է որ Իսրայելում որոշակի դրական հայացքով են դիտում դեպի Հայաստանը, որովհետև Ադրբեջան Իրանի հետ հարձակման հետ կապված արդեն իր գործը կատարեց, Իսրայելը մասնակի հասավ իր նպատակին, օգտագործելով Ադրբեջանի տարածքը եւ մեր ցավոք սրտի մեր նախկին տարածքները։ Եվ վերջին հարցը ինչ է կարծում հանդարտվելու այս իրավիճակը, խաղաղություն լինելու է, թե պետք է մի փոքր սպասել։ Հաստատ պետք է մի փոքր սպասել։ Ես չեմ կարծում մինչև այն ժամանակ, որ Իրանի այս քաղաքականությունը շարունակվում է, որ Իսրայելը պետք է ոչնչանա, ես չեմ կարծում, որ խաղաղության մասին խոսելը ընդհանրապես տրամաբանական է։ Ես կարծում եմ, եկիշ պետք է սպասել եւ պետք է տեսնել, որ Իրանը, եթե վերադառնում է բանակցությունների, արդեն այդ բանակցությունների հիմքում ինչեր են ընկած, որովհետև արդեն պարզ է, որ ատոմային եւ հրթիռային ծրագրերը, որոնք ժամանակին բանակցվում էին, հիմա այնքան վնաս են կրել, որ որոնց մասին բանակցելը այդքան էլ արդիական չի եւ արդեն ուրիշ բաների մասին պետք է բանակցի Իրանը, որոնք իր համար շատ ավելի ցավոտ են լինելու։ Սպասենք մի քանի օր տեսնենք, որ իրանական կողմը ինչ արձագանք է տալիս եւ արդյոք գնում է բանակցությունների արևմուտքի հետ թե ոչ եւ հետաքրքիր մի բան կար այս պատերազմի ընթացքում, որ լրիվ իրանական կողմի լեքսիկոնը փոխվել էր։ Նախ որ Իրան բառն են անընդհատ օգտագործում առանց իսլամական ասենք հավելումի եւ օրինակի համար Իրանի նախագահը իր հարցազրույցներից մեկում Իսրայելի մասին խոսելուց գիտեք, որ ընդհանրապես Իսրայելը իրենք որպես երկիր չեն ճանաչում եւ ասում են գրավյալ տարածքներ եւ այլն, Իսրայելի մասին խոսելուց Իրանի նախագահն ասեց, որ եկեք հաշտվենք, դուք ձեր երկիրն ունեցեք, մենք մեր երկիրն ունենանք եւ միասին համերաշխ ապրենք։ Մինչդեռ մինչ այս պատերազմը որևէ իրանցի պաշտոնյա նույնիսկ Իսրայելը որպես երկիր չի ընդունել, բայց հիմա արդեն նախագահը խոսում է Իսրայել երկրի մասին, որը արդեն իսկ փոփոխություն է։ Եղավ, շատ շնորհակալություն ձեզ այս օրվա շատ ուշագրավ ուրեմն մեկնաբանությունների եւ բացատրությունների համար։ Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, սեղմել լայք ու կիսվել, որպեսզի առավել մեծ քանակությամբ մարդիկ կարողանան հետևել մեզ եւ տեղեկանան, թե ինչ է իրականում մեր զավար արևելքում տեղի ունենում։ Շատ շնորհակալություն ձեզ ձեր ժամանակի համար, որ կտաք ժամանակ եւ կիսվեցիք մեր հետ ձեր շատ հետաքրքիր ուրեմն տեղեկություններով
եւ Աստված մեզ պահապան, թող Աստված պահապան լինի մեր հայ ժողովրդին։ Հաջողություն։ Ստեսություն։